Բարի երեկո, հարգելի քաղաքացիներ։ Այսօր ես տեղեկացրել էի, որ հանրային գործիչ Միլան Հակոբյանի նկատմամբ Դալմա մոլի մոտակայքում տեղի է ունեցել դիմակավորված մի քանի անձանց կողմից հարձակում եւ Միլան Հակոբյանը մարմնական վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ես քիչ առաջ բժշկական կենտրոնում մասնակցեցի որոշակի քննչական գործողությունների, դուրս ենք եկել եւ հիմա ուզում եմ հարցի հանրային հնչեղությունը հաշվի առնելով հանրությանը ներկայացնել որոշակի տեղեկություններ, որոնք կարծում եմ կարևոր են։ Առաջինը նորից հիշեցնենք ինչ է տեղի ունեցել ժամը 13:30-ի սահմաններում թիկունքից անձնական գործերով Միլան գտնվում էր Դալմայի հետնամասի հատվածում, այդտեղի տարածքում, ոչ Դալմայում, Դալմայի մոտակայքում գտնվող մի կազմակերպությունում կարճ գործ ուներ, մեքենան կայանում է, մեքենայից դուրս է գալի, մի քանի քայլ է անում եւ հետևից թիկունքից հարձակվում են մի քանի դիմակավորված անձինք, որոնք որ սկսում են հարվածներ հասցնել Միլանին, որևէ պահանջ չեն ներկայացնում, որևէ բան չեն ասում, որևէ հայհոյանք չեն տալիս, հարվածներ են հասցնում եւ դրա հետևանքով գիտն է կոտրվում, նաեւ այլ հարվածներ են ստացվում։ Հիշեցնում եմ, որ 2021 թվականին հունիսն էր թե հուլիսն էր, կարծեմ հունիս ամիսն էր, նույնպես Միլան Հակոբյանի նկատմամբ ինչ-որ իրենց տան դիմացը կայանված մեքենայի տակ նռնակ էին գցել, վարույթ իրականացնող մարմինը ինչ-որ վարույթ նախաձեռնեց, իրականացրեց, բայց այդպես էլ որևէ կասկածյալ չձերբակալվեց, հիմա էլ ինձ թվում է վարույթը քնած այսպես վիճակում է, ինչպես մենք ասում ենք, այսինքն վարույթը չի կարճվել, բայց որևէ արդյունք չկա եւ որևէ արդյունք հնարավոր չի ակնկալել այս պայմաններում։ Եվ իմ առաջի խոսքը այն էր, որ եթե դա բացահայտվեր, կարծում եմ այս հարձակումը չէր լինի Միլանի նկատմամբ, որովհետեւ ես որ կապ եմ տեսնում դրանց միջեւ։ Միլանը չունի ոչ մի անձնական թշնամի, ոչ մի անձնական խնդիր, բիզնես ինչ-որ գործունեություն չի ծավալում, հրապարակային գործունեություն է ծավալում, մեդիաներից մեկով պատմական բնույթի հաղորդաշար է, այսպես պրոդյուսինգով զբաղվում, վերլուծություններ է անում, հանրությանը դիրքորոշումներով է կիսվում եւ որևէ այլ պատճառ քան իր ընդդիմադիր գործունեությունը, իր քաղաքական դիրքորոշումները մենք պարզապես չենք տեսնում։ Կոպիտ ասած, կենցաղային պատճառ սրա համար պարզապես գոյություն ունենալ չի կարող, սկզբունքորեն մեր համոզմունքն է սա։ Իրավապահ մարմինների գործունեության մասով ես բազմիցս եմ ասել, որ ամենակարևոր սկզբունքներից մեկը, որ ես, իմ մյուս գործընկերները 5 իրավապաշտպանների նախաձեռնությունից, մյուս մեր գործընկեր իրավապաշտպանները որդեգրել ենք, դա այն է, որ չի կարելի շառանել, չի կարելի, այսինքն ինչ որ կա պետք է ասել նույն իրավապահների մասով։ Օրինակ, իրավապահների գործունեության մասով այս պահի դրությամբ ես չեմ նկատել մի բան, որը որ կարող եմ հանրությանը ներկայացնել, որ այդ տեսեք, սա չարեցին կամ սա վատ արեցին, չէ։ Նախ ոստիկանությունից ես կասեի, որ լավ մի քիչ կարող է մի 15 րոպե շուտ գային ավելի լավ լիներ իհարկե, բայց դե համարում եմ, որ այնուհանդերձ կարելի է դա համարել օպերատիվ ժամանեցին Իզմիրյան կենտրոն, որտեղ որ Միլանն էր, իրենց օպերատիվ հետախուզական գործունեության համար անհրաժեշտ գործողությունները կատարեցին, բավական պրոֆեսիոնալ էին կատարում, եթե ասեմ, բավական գրագետ էին դա կատարում
Եվ գնացին սկսեցին աշխատել այդ մարդիկ։ Ես չգիտեմ ինչ արդյունքներ ունեն այս պահին, բայց մարդիկ գնացին սկսեցին աշխատել։ Մամուլով տարածվեց, որ դեռ քրեական վարույթ հարուցված չի բան։ Ես ուզում եմ հատուկ ասել եկեք դրա վրա չֆիքսվենք, որտեղ այստեղ կարևորը ոչ թե ֆորմալ առումով մի թղթի կտոր լինի, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, այլ որ իսկապես աշխատանք կատարվի եւ այդ աշխատանքը մինչեւ քրեական վարույթի նախաձեռնումը արդեն իրականացվում էր, դա ես կարող եմ փաստել։ Դա ես կարող եմ փաստել, հիմա սուտ չենք ասել կամ նորից ասեմ, չգիտեմ ինչ արդյունքներ են դա տալու, բայց մարդիկ աշխատում էին։ Երկրորդը, քրեական վարույթ նախաձեռնելու համար ֆորմալ հիմք ստեղծեցին, այսինքն հանցագործության մասին հաղորդում ձևակերպվեց Միրան Հակոբյանի անունով, որը արդեն հիմք է տալի, որպեսզի քննիչը վարույթ ընդունի եւ գա։ Քննիչը էլի ժամանակին օպերատիվ բավական արձագանքեց, քանի որ Միրանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նման դեպքերում այդպես է լինում, եթե ի վիճակի է ցուցմուկ տալ, ապա քննիչն է գալիս հիվանդանոց, քննիչը ժամանեց հիվանդանոց, մի քանի քննչական գործողություններ կատարեց, հարցաքննություն եւ մի քանի այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նույնպես բավական բարձր պրոֆեսիոնալիզմով եւ մի քանի գործողություններ վաղ ունենք պլանավորված այս վարույթով Միրանի հետ մասնակցելու։ Այսինքն այս մասով, այս պահի դրությամբ մենք, այսպես ասած, պրետենզիա չունենք։ Նորից ասեմ, դա բացարձակ երաշխիք չի, որ հայտնաբերվելու են օրը ցերեկով մարդու վրա հարձակվող, ակնհայտ քաղաքական պատճառով հարձակվողները, դա երաշխիք չի, բայց մյուս կողմից էլ չենք կարող ասել, այ տեսեք, այս բանը պետք է արվեր եւ այս պայդրությամբ չի արվել։ Մեր տեսադաշտում գտնվող անհրաժեշտ գործողությունները արվել են։ Եվ մենք ունենք, ես ունեմ համոզմունք, որ ոչ թե ցանկության դեպքում սա բացահայտվելու է, այլ ինչ ցանկություն պետք է լինի չբացահայտելու, ընդգծված եւ ծայրահեղ անհրաժեշտություն լինի չբացահայտելու, որ այս դեպքը չբացահայտվի։ Ես այդպես եմ մտածում, որովհետեւ իրավապանները իրենց գործը կատարել են, նորից ասեմ։ Ու կատարել են մեր տեսադաշտի հատվածը բավական լավ։ Մնացածը հատկապես կարծում եմ վաղը բարձ կլինի, որտեղ սա տաք հետքերով, այսպես կոչված տաք հետքերով բացահայտման օրինակ է։ Ես մի քիչ ցած անկեղծանամ, էլի, ես ինչ արեցի, ես բացեցի Միրանի էջը, ասի տեսնեմ ինչ է գրել, էլի վերջերին։ Չեմ տեսել որևէ բան, որը որ այսպես ինչ որ կարող էր նման հիմք լինել, ինչ որ չգիտեմ։ Ընդդիմադիր քննադատական գործունեություն։ Բայց նաև իմ ուշադրությունը գրավեց, որ դերևի մի երկու շաբաթ առաջ 168 AM-ին հարցազրույցում նա օրինակ խոսում էր բավական նուրբ թեմաների մասին, մասնավորապես Հայաստանի սպառազինությունների մասին, հիշում եմ նաև ընկերներիցս մեկը ուշադրությունս գրավեց այդ մասը, վերանայեցի Իսկանդերների հետ կապված ինչ որ, չգիտեմ, բացահայտում բառը ասեմ, վերլուծություն բառը ասեմ, բացահայտում ծիրե վերլուծություն արտահայտություն անեմ, չգիտեմ, որը որ գուցե ինչ որ մարդկանց դուր չի եկել։ Իսկանդերների մասնավորապես հետ կապված ինչ որ դատողություններ էր անում։ Չգիտեմ, դա է կապված, ինչ որ մարդիկ ուզում են, որ դրա մասին այլևս չխոսի Միրանը, չեմ կարող ասել, անկեղծորեն չեմ կարող ասել։ Եվ սենց ափաշկյանը որը ցերեկով, սա կարծում եմ անգամ այս իշխանությունների համար, որոնք որ քարտ բլանշներ ունեն տարբեր ուժային կենտրոններից եւ անպատիժ խայտարակ ապօրինի քրեական հետապնդումներ են իրականացնում տարբեր մարդկանց նկատմամբ, չգիտեմ, հետույք բառը օգտագործելու համար մարդ են փակում, անորը խուլիգանություն են դնում, արքեպիսկոպոսների ճակերտավոր ասած գրպանը գցում են պլան գրպանը գցելու մասին քրեական գործ, ինչ ասես չեն անում, նման բաներ, հա, բայց սենց բան այս պայդրությամբ դեռ մենք չենք ունեցել։ Ուրեմն կամ ցույց են տալի, որ վերջ արդեն մենք անցնում ենք այս մեթոդների, արդեն սա ստանդարտ, նորմալ, քիպլիկ, տեղը տեղին բռնապետություն է, ժողովուրդ ջան, իմացեք, որ սենց է, այն ժամանակ որ տենց, չգիտեմ, Սերժ Սարգսյանին էինք ասում բռնապետ բան, կատակ էինք անում այդ տենց ժողովրդավարություններ, այս այա բռնապետությունը, գուցե հետ են ուզում ասել, չեմ կարող ասել, կամ պետք է ակնկալենք, որ արագ բացահայտելու են, ես դա էլ չեմ բացառում,
ավելին շատ եմ ցանկանում, որ այդպես էլ լինի, որովհետև նաև տեսնում եմ մարդիկ իսկապես պրոֆեսիոնալիզմ են դրսևորում, աշխատում են, չգիտեմ, եթե ինչ-որ մի տեղից ստոպ չտրվի, չեմ տեսնում պատճառ, այսքան կամերաներ ամբողջ քաղաքում, այսքան տեխնիկական միջոցներ, որ դա չբացահայտվի, չեմ տեսնում, ինչու պետք է չբացահայտվի։ Այս պահին այսքանը, վաղը կարծում ենք լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք Միրանի գործով։ Ամենակարևորը, Միրանի ինքնազգացողությունը կարգավորվում է, որոշակի վիրահատական միջամտություն է եղել, հատկապես քթի հատվածում, նաև բժշկի հետ խոսեցի, ուղեղի ցնցում է արձանագրվել, որը նույնպես մեղմ ասած տհաճ բան է, բայց ինքնազգացողությունը այսպես կարգավորման փուլում է գտնվում։ Միրանը, ով որ ճանաչում է, գիտի իր այսպես ֆիզիկական տվյալներն էլ, իր Փառք Աստծո, այսպես նախկինում սպորտսմեն է եղել, առողջությունը ոնց որ թութ լավ է եւ հուսով ենք ու վստահ ենք, որ վերականգնման process-ը արագ կընթանա, բայց դա մի կողմից, մյուս կողմից մենք հետևողական ենք լինելու, ինչքան որ մենք ունենք դատավարական գործիքներ, այսպես տեղեկատվական գործիքներ, հետևողական ենք լինելու, որպեսզի բացահայտվի այս խայտառակ հանցագործությունը, այս լկտի հանցագործությունը, օրը ցերեկով հարձակվում են մարդ են ծեծում թիկունքից, հանրային գործիչ, ընդդիմադիր գործիչ։ Եվ այն էլ ասեմ, ընդհանրապես խոսքս չի վերաբերում գործը վարույթի իրականացնող քննիչին, որի գործունեությունը ես բացառապես դրական եմ գնահատում, ոչ մի պրետենզիա չունեմ, բայց խնդիրը իր մեջ չի։ Մարդիկ, չգիտեմ, եթերում մի հատ հետույք բառն են օգտագործում, միանգամից 10 հոգանոց քննչական խումբ է ձևավորվում։ Ափաշկյարը օրը ցերեկով մարդ են ծեծում, քննչական խումբ ցավոք սրտի ձևավորված չէր։ Կարող է մի քննիչը այս գործը կարողանալու է բացահայտել, բան չունեմ ասել, բայց ընդհանրապես փաստում է, որ այսպիսի տարբերակված մոտեցման տպավորություն ստեղծող իրավիճակ մենք ունենք։ Մեղմ ձևակերպում, շատ մեղմ ձևակերպում օգտագործում։ Անկեղծ ասած, քանի որ եւս մի նման դեպք ենք ունեցել Էդգար Ղազարյանի հետ կապված ժամանակին, որը բացահայտվեց, բայց պատասխանատվությունը մեղմ ասած բավարար լինել չէր կարող, այն ինչ որ կիրառվեց պատասխանատվություն, ուզում եմ այս լայվը ավարտել հույս հայտնելով, որ իսկապես իրավապահները մասնագիտական այսպես տիրույթում կարողանան նախ բացահայտել այդ անձանց եւ երկրորդ ապահովել նրանց համար արդար պատիժ, բայց հələ առաջինի մասին խոսենք, երկրորդը հələ տեսնենք ոնց են բացահայտում։ Այսքանը, ուրիշ բան ասել չեմ կարող, հաջողություն։